Բարի առավոտ աղջիկներս, արդեն մեր մոտ ժամը 1:30 է, նոր եմ վլոգը սկսում, Էրիկին տարա ծնունդ, կաֆեում էին իրենց 15-րդ ծնունդը նշում, Էրիկին հրավիրել էին, այսպես տարա և եկա, հիմա մի հատ սուրճ ենք խմում, ու տեսնենք ինչ ենք անում, հատաղ ընթացքում գնացի խանութ, Սուսան տատիկին մի հատ սիրուն բլուզ նվեր առա, Գարնանային առաջին օրվա կապակցությամբ, շնորհավորում եմ ձեր Գարնանային առաջին օրն է նույնպես, մաղթում եմ միշտ ծաղկի նման ծաղկեք, արդեն գարուն է, հա, մի հատ կոֆե խմենք, ու տեսնենք ինչ ենք անում, արդեն կոֆեն է սիտրով անգամ ենք խմում այսօր, Իդեպ ես Սուսան տատիկին նվեր տվեցի, ինքը ինձ նվեր տվեց, այսպես Գարնանային առաջին օրով է սիրուն Մայկեն եմ սկեսրույցից նվեր ստացել, ես էլ իրեն մի հատ սիրուն այսպես իր ճաշակով, թեթև շոր եմ վերցրել, սկզբից ցույց եմ տալիս, գիտի ինձ մարել ասում վայ, ես ինչ սիրուն է, բարով մաշես, ասի դու պետք է բարով մաշես, քո համար եմ վերցրել, Ես առել աղջի, ես խոտից կցեմ, պետք է ծակուկներ ունենա, տեղը պետք է ծզենք էլ աղջիկեք ճան, չէ ջուլբաս, օրերը բացվեց աղջիկներս, երևի թե վաղվանից կանցնեմ արդեն գործի, կգնամ, հողը հեսպես մի հատ կփոցխեմ, Են ինչա, արև կող են լինում, հավերը սաղ անցել են են կոմ, լղազերն է մտել են հավերի բունը դուրը պակ, պետք է գնանք բանջարի, սիրուններ ճան միասին, մտել են ստե դուրը պակվել է, հլը, Հավերի ջուրն էլ թափել, սաղ մաքրելու յա, տեսնենք, վարենք, վայ, հլա դուս եկեք, ես ես ғազայից վախում եմ, ուշ, մայ մամա ջան, կծում է, ֆշոսնում է, ոնց որ օծը հարցակվի վրետ, Ահա, գնացինք, արդեն ժամը 2-ն է գալիս, պետք է գրեն, որ Էրիկի հետևից գնամ, մինչև ժամը 2-3-ը կգրեն, ստորն էլ պակ եմ, Նայեք աղջիկներս ես սիրուն շորիկ եմ վերցրեմ, դա շատ թեթև, Իներ գնաց, սազ ես չէ, մենձի հարմար կույն, դե դու հետքան մեզ չես, բա, աղջի յուտա բարեկան կենգի բլբլանում չենը, մեծերը պետք է 70-90-ում հաշվեն, դու լնոր ճահել, չէ ես դե տարի աղի, միլոնը տենամուն կտա, Բայց պետք է անես, ինչի
Գիտես թե դա վերջա, կյանքը նոր ասկսվում այ կնիկ։ Վայ, տնաշ են ներսել։ Ահա։ Ես մեր քոլի դու կոդոշ չկա դե մամալի գանումա։ Դա ճիշտ ասա։ Քեզ ինչ ա եղել։ Նայողը գիտի 50 տարեկան ես, 40-ը անցես, դու այդքան մեջ, հլա մի հատ ալիսոր կսվի, հիմա հրդարվի։ Վայ, թիվ։ Ինչի։ Ես մեջ չէ, զադիկ ասում ուզող կգա, ուզողը տանքի։ Ուզող կգա։ Տաքսին եկավ աղջիկներս, գնամ երիկին վերցնեմ ու գամ։ Աղջիկներս եկա տղայս վերցրեցի։ Բարև ձեզ, այսպես սիրուն նվեր աստացե տղես, տանը ցույց կտամ։ Լավ խաղացել են, ուրախացել, ծնունդը սիրուն նշել են։ Մեր խաղահրապարակն ա ցենտրալնի, այսպես ասեմ։ Ահա, տեսեք, հավաքված, մաքուր, ամեն անկյունը մշակված։ Ահա։ Հիմա գնում ենք խանութ, մի երկու բան կա խանութից վերցնեմ ու արդեն տուն կգնանք։ Ասե մեր ցենտրալի եկեղեցին է, ու մեր տան մոտ էլ կա եկեղեցի։ Մենք գնում ենք խանութ։ Այո, մենք գնում ենք խանութ, Հաջան։ Պապա ремонт անում։ Չէ, բալես, պապան հələ տուն չի եկել։ Папа на работе? Ну да. Значит, когда папа придет, ремонт будет делать залом. И телевизор поменять. Нет. Աղջիկներս ծնունդը շատ լավ էր անցել, երեխաները նվերներ էին ստացել, հյութ, կեկ, ստադի-բուդի, այսպես սիրուն բրիլոկ, որը իսկապես շատ սիրուն է, շատ այսպես գեղեցիկ նվեր է, երեխես շատ լավ ուրախացել էր, շատ լավ ժամանակ էին անցկացրել, հիմա անցնում ենք գնումներին, ինչ է աղջիկներ ջան, առևտուր է, առևտուրի ժամն է եկել, նիմաներն են վերցրել երեխեքի համար, շոկոլադներ, այսպես, Հատիջը դարս բիր, սազրեխից է, շաքարաբա, իմ շպայծել է դուր, տոմատ, շպայծել, ռազրեխիջել, շաքարի խոշի, լիմոնյաղ, այստեղ նպյերշիկ, ապելսին, յոգուրտ, բանան, կներ արդեն գիտեք էլ չասեմ, երշիկ, նս երշիկ, կարակ, սոկ, տոմատ, կարակ, ամանների հեղուկ, պաստա, բուսայուղ, բուսայուղ, շաղան, կիլոն 27, մանդարին, ատամների պաստա, պաստա, դոմեստոս, և ստավ հաց։ Ես ուզում կեքսը տեղա, աղջկեր կան խաշլամա ենք պատրաստում, կարտոպիլը արդեն կեղևազրկել եմ, հիմա ավելացնում ենք Ջանա, չեմ ուտում բալես, ավելացնում ենք կարմիր պղպեղ, նու խաշլամա չասեմ սոուզ այդ աղջկեր ջան, ով ոնց կարողանում է այդպես էլ անվանում է սև պղպեղ, կցեմ դարդնուտերը, թե չէ։ Հա։ Մի փոքր քուրկում։ Էսա քուրկումով դիմակ ենք դնելու, քանի քուրկում կատանը, դիմակ դնենք։ Ինչ էր, ինչ, հեմի չէ եկուց։
Քանի ստեղ ես տնենք։ Ինչ օգուտ դիտա։ Դիմակը։ Ոյ, հենց դեմքը ձգեմ սարքմա 18 տարեկան։ Էսա կտամ։ Ավելացնում ենք սոխ։ Էսա կնամ մի սոխ դեռ եփումա։ Երեք չարաչորը աղջիկ ջան սերուցք էր մնացել։ Շաքարի փոշիով հարեցի, դառավ մարոժնի։ Տեղափոխեցի սառնարան, պաղպաղակ։ Հիմա երեխեքը նորից ուզում են։ Տոս, ինչ ուզում ես։ Ինչ ուզում ես։ Գնում ենք աղջիկներս մաղադանոս քաղելու։ Ոայ, ես վաղը հավաքեմ, սաղ վառեմ, ես տերևները։ Վաղը երեխեքին ճանապարհեմ իրանց գործերին։ Դպրոցում կապարտես ու անցնեմ գործի։ Տեսնենք, ստե մաղադանոս կգտնենք։ Պետք է աստեղ սաղ փորեմ, հարթացնեմ։ Այս կոմերը լավերը կա, տեսեք, այստեղ, ես արդեն որ եղանակները բացվեց, իրանք ավելի կլավանում, բայց ես չես իմ աղադանոս չի, ես էլ գիտեմ, այսի պետրուշկայա, բայց ինչ էր, ոսի շուշանի են մի տեսակ, խոտը որ կա դրանից է, չէ, ուսա պետրուշկեն, մի երկու երեք թուփը մնաց է, հա, սրանք պետք է քախան անեմ, որ ինքը սկսի աշխատել, այսենց արդեն չորանում է էլի, ահա, թացել է, բայց Ոտակ, սիրուն մաքրում ենք ու անցնում առաջ Եսի էդ ծտիկատ են ասում, ինչ են ասում ժենգյալով հաց են թխում է, արդեն դուս է գալի Ճաշս արդեն եփում է սոզը ոնց որ շուշան եղնի Թեխի ասենց սիրուն դուրս եք էստեղ Հողը դեռ լավ սառնա, աղջիկեք ջան, ահա, այս մաքրվեց, Հենց է մի սիրուն սենց փրված դուրս են եկե, ես խոտերը, պետրուշկեն նայք ծասկելը, տղաներից լողացրեցի, հիմա պետք է գնամ համոզեմ Էլինային լողացնեմ, Էլինան ընդհանրապես ջուր չի սիրում, նո ջուր սիրում է, բայց լողանալ չի սիրում, Հեռախոսս անջատեմ, մի քանի թուփ
մողադանոց քաղեմ, գնանք տուն ու տանը կմիանամ ձեզ։ Դրսի գործեր արդեն բացվում է, այնպես որ պատրաստվում ենք, որ անցնենք հողագործությանը։ Արդեն պետք է հողերը մշակենք, բայց դա ասում են ես էլ ես մի 2 օրը ձյուն է գալու, անձրևա լինելու, չգիտենք, այսօր շատ լավ եղանակ էր, շատ, բայց չգիտենք վաղը մեզ ինչ կսպասվի, կամ տեղումներ, ասել լիլի հովերին, կամ արդեն կբացվի եղանակները, որ մի փոքր արև ենք տենում, ուրախանում ենք, գրում ենք Աննա ջան, մեր մոտ մի մետր ավել ձյուն անստաց, չէ, մեր մոտ չկա ձյուն, մեր մոտ չոր է եղանակը, լավ է, չենք բողոքում, փառք Աստծո։ Ձեռի հետ էլ քախան արեցի, անհնար է ես հող մտնեմ ու քախան չանեմ, որտեղ քախան տեսա, ես պետք է մոքրեմ, երևաց էլի արդեն մաղատանոսը, ծաղկանոսն է պետք է մոքրեմ, աղջիկներ ջան, մի խոսքով էսպես։ Բարև ձեզ, աղջիկներս, այսօր պատրաստում ենք կատնային աղջիկ թխվածքը, բոլոր բաղադրիչները արդեն կշռել եմ, ձու, խտացրած կաթ, ահա, ալյուր, հա, ալյուր, ալյուրին խառնում ենք թխրեցուցիչը, պետք է խառնենք, որպեսզի ստանանք համասար զանգված։ Այդ ընթացքում միացնում ենք թաց բաղադրիչները, խառնում ենք, ոչ շատ երկար, ոչ շատ կարճ, այսինքն տեսնում ենք, եթե արդեն բաղադրիչները դարել են համասար, նոր արդեն ավելացնում ենք ալյուրը։ Թող բալես։ Ալյուրին արդեն ավելացել եմ թխրեցուցիչը, մի հատ խառնում ենք, որպեսզի ստանանք համասար զանգված։ Նույնպես անհրաժեշտ չէ, հեռու գնա բալես։ Դավացնենք, որպեսզի ալյուրը վերը չբաց ստանա։ Թող։ Չէ, ինձ օգնել պետք չի։ Թող։ Ընդամենը 3 րոպեում խմորը պատրաստ է, մի հատ պատերն էլ մաքրենք։ Այս կոմի ալյուրը պետք է պարտադիր լուծվի, որպեսզի ալյուր չմնա։ Ասեմ, ես ինքս կատնային աղջիկ առաջին անգամ եմ պատրաստում, իմ բաղադրատոմսերում չկա, տեսա հոլովակներում չկա, ասում եմ բաղադրատոմսերում։ Հիմա ցույց կտամ ինչ տեսակ խմոր ենք արդյունքում ստանալու։ Այստեղ ամենակարևորը, որ գրամները տեղը լինի։ Գրամով ենք աշխատում, ոչ թե հատով։ Հələ հեռու գնա։ Հիմա ցույց տամ ձեզ խմորը։ Ահա, տեսեք, այս տեսակ խմոր ենք ստանում արդյունքում։
Ահա եւ վերջ աղջիկեք ջան, շերտերը արդեն պատրաստ է, 18 շերտ է ստացվել։ Իսկ ես այսքանով ուզում եմ վերջացնեմ այսօրվա վլոգը, կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում։ Տորթը արդեն պատրաստ կլինի, տորթը կտեսնեք հաջորդ ալիքում, հաջորդ վլոգում այնտեղ կհավաքենք եւ ընթացքում բնականաբար կնկարահանեմ, կտեսնեք։ Դե ինչ աղջիկները, շնորհակալ եմ, որ մինչև այս պահը մնացիք ինձ հետ, շնորհակալ եմ մեկնաբանությունների եւ հավանությունների համար, գնացի, կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում։